Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության եւ հատուկ միջոցների գործադրման ազատության հրապարակում նստածույցան ու խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել այդ ժամանակահատվածում ոստիկանության Երևանի վարչության բարեկապահակակետային գնդի հրամանատարի եւ նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց։ Խոսքը մարտի 1-ի գործով մեղադրյալներ Երևանի վարչության բարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի եւ նրա տեղակալ Վալերի Օսիպյանի մասին որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Գլխավոր դատախազությունը պահանջում է ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ եւ շարժական գույքեր $700,000 համարժեք դրամ։ Իզմիլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում քննչական գործողություններ են կատարվել կոմիտեից հայտնել են նաև, որ քննչական գործողություններ են իրականացվում բժշկական կենտրոնի այլ աշխատասենյակներում։ Նշվում է, որ գործողություններն իրականացվում են առանձնապես խոշոր չափերով հարկեր թաքցնելու եւ փողերի լվացման վարույթի շրջանակներում։ Օրերս Ագարակ սահմանային անցակետում, պետական սահմանից համակային անցման կետերում, մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության, մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները մաքսային զնման են ենթարկել Իրանից ժամանած բեռնատար ավտոմեքենան։ Արդյունքում բեռնատարի նվագարկիչի միջից հայտնաբերվել է 316.4 գրամ սև պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։ Հայաստանի քաղաքացի ՎԹ-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է։ Պարզվեց թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը, որի առնչությամբ ձերբակալվեց եւ Պեկ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղափոխվեց Հայաստանի երկու քաղաքացի։ Ձերբակալման ընթացքում վերջիններս փորձել են դիմել փախուստի, ինչը կանխվել է։ Քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են դրանում ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում Հայփոստից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված ընկերության փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը կատարել է իրեն վստահված խոշոր չափերով ընդհանուր 568,000 դրամի հափշտակություն։ Վերջինս ձերբակալվել եւ ներկայացվել է հակակոռուպցիոն կոմիտեն։ Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել խոստովանական ցուցմունք։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտաբ օգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու։ Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին։ Պարզվել է, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված պատանուն ծեծի են ենթարկել 3 համադասարանցիները։ Մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը։ Ներքին գործերի նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր կներկայացվի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին։ Համադասարան ցունծեցի ենթարկած անչափահասները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու եւ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքներով կատարվում է նախաքննություն։ Քրեական ոստիկանության Երևանի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները եւ ազգային անվտանգության աշխատակիցները թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով Արինբերդի 5-րդ նրբանցքում ձերբակալել են Աբովյանի բնակիչ 2 եւ Հրազդանի բնակիչ 1 տղամարդու։ 31-ամյա Աբովյան ցուխ ուզարկությամբ հայտնաբերվել է տոպրակ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, որի քաշը կազմել է 1 կիլոգրամ 96 գրամ, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով հաղթանակի կամրջից։ Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ Հոգեբանը քաղաքացուն եւ նրա հարազատին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։